սպասումի ալիքա դուրս գալու։ Այս երեխաները առողջական խնդիրներ ունեն։ Իրենց այս խոճապային տրամաբանությունը հենց այդ թվերով է պայմանավորված։ Դիմելա նախկին կնոջ օգնությանը, խաղի կանոն փոխեցինք։ Կորցնում են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը ու սկսել են ահավոր վախի մթնոլորտ ձևավորել։ Փաստում է, որ վերջինս իրենց հետ համագործակցողների չի եղել։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Տիկին Մելոյան, պարզ դարձավ, որ եկեղեցում միջադեպի մասնակից դպրոցահասակ տղային կալանավորեցին 2 ամսով։ Իհարկե, ոչ իրավաչափ ձերբակալությունը, ուժի ցուցադրությունը արդեն հուշում էին, որ կալանքը անխուսափելի է։ Այս պատմության մեջ ամենացավալին նաև այն է, որ 18-ամյա երիտասարդները, տղաները կարծեք մենակ մնացին եւ ընդդիմության կողմից տեսանելի աջակցություն չցուցաբերվեց։ Թեև տեղեկություն ստացվեց, որ ընտանիքի խնդրանքն է դա եղել չմիջամտել, այդուհանդերձ ընկալելի չէ։ Դուք ձեր ուժը, որ ընդդիմության առաջատարներից է ըստ սոցհարցումների եւ առաջնորդության հավակնություն ունի, այս շատ ցավալի իրավիճակում ինչ դիրքորոշում ունեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես այնքան էլ համակարծիք չեմ, որ պետք է այստեղ ընդդիմությանը գնահատական տալ, որովհետև ի սկզբանե ասեմ, հիմա այս պայծրությամբ մենք արդեն գիտենք դատանի որոշումը ինչպիսին է, սկսենք վերջից, Ես ծայրաստիճան ցասում վրդովմունք հերթական անգամ վերապրեցի, որովհետև 18-ամյա նոր լրացած 18 տարին պատանուն, որը հանրային միջավայրում այդքան բարձր հեղինակությունը դեռ այսքան երիտասարդ տարիքում վայելում ու այդ մասին են խոսում բազմաթիվ աջակիցները, համադասարանցիները, դպրոցի ծնողները, ովքեր գնացին եւ կանգնեցին այս ընտանիքի կողքին։ Բոլորս էլ երիտասարդների, պատանիների եւ իրենց ընտանիքի կողքին կանգնած էինք։ Երբեմն գիտեք ինչ կա, հենց ընդդիմության բացահայտ չերևալու հիմնապատճառը այն էր, որ այս ընտանիքը բնավ քաղաքականացված չէր։ Իմ կարծիքով կարող է այդքան բացահայտ ընդգծված չի եղել, դասական կերպով դատանի բակում, քննչականի բակում ընդդիմությունը առաջամարտիկ չդարձավ, որովհետև այնքան իներտ երբևիցե հանրային ակտիվություն չցուցաբերած մարդիկ առաջնագիծ եկան։ Ու այո, եթե այդ կարիքը լիներ, մենք բոլորս էլ առաջամարտիկի պես կանգնած ենք պատանիների եւ ընտանիքի կողքին, բայց այս մարդիկ հայ հասարակության այն օրինակելի ներկայացուցիչներից են, ովքեր առավոտյան արթնացել էին Սաղկազարդին, մեր սիրելի եկեղեցական տոներից մեկին, ու ինչպես արդեն մենք ծանոթացանք իրենց կենցաղին, ինչպես իրենց կյանքի յուրաքանչյուր կիրակին գնացել են Սուրբ Պատարագի արարողության։ Ու այս հայ ընտանիքը չէր կարող ակնկալել, որ այս Սուրբ տոնին, այս խորհրդով տոնին կարող է այս հերթական Սուրբ Պատարագը ճակատագրական դառնալ, որովհետև երկրի վարչապետը, ով արդեն իսկ իմուքո է արել ու սադրել է հայ հավատացյալներին, հայ քրիստոնյաներին, ու արդեն բնականը կերպով մարդիկ իրան ոչ թե երկրի ղեկավար, պաշտոնատար անձ են ընդունում, այլ ընդունում են մի մարդ, ով քրիստոնյաների հետ խնդիր ունի։ Եվ ով վիրավորում է կրոնական զգացմունքները։ Ոչ միայն կրոնական զգացմունքները, հիմնարար իրավունքները, սահմանադրաիրավական տեսանկյունից հակասահմանադրական, հակաիրավական, հակաբարոյական գործելաոճ է դրսևորել, որովհետև արդեն եթե սկզբանե process-ին փորձում էր քողարկել, ասել խնդիրը եկեղեցին չէ, խնդիրը հոգևորականներն են, անձնավորել այդ իր պայքարը ու ինքն էլ որպես Նիկոլ Փաշինյան քաղաքացի հանդես գալ, ինչի բնավ իրավունքը չունեն։ Էպոպեան եղավ այս զարգացումների, որ ինքը փաստաթուղթ ստորագրեց որպես վարչապետ Նիկոլ Փաշինյան, բարենորոք անվանբամբ ինքը այնքան կատարյալ էր, բարենորոքում էր մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին բազմադարյա։
այնուհետև նաև իրավական ճակերտավոր իրավական գործընթացի դա բերեց, արդեն որպես վարչապետ հանդես եկավ, լրիվ անցավ ինստիտուցիոնալ ծիրի։ Դրան զուգահեռաբար կրոնական կազմակերպությունների ազատություն հիմնարար իրավունք սկսեց ոտնահարվել, որովհետև եկեղեցական գործընթացները, օրինակ հոգևորականին կարգալույծ անելու, կարգ շնորհելու այդ գործընթացը, որ բացառապես ներեկեղեցականը եւ իրավականի հետ բնավ աղերս չունի ու ընդդատյա չէ մեր սովորական դատավարությանը, դարձրեց դատարաններին ընդդատյա երևույթ, քաղաքականացվեց, ճակերտավոր իրավականացվեց, անգամ համաշխարհային պրակտիկա է։ Գից չունեցող Ու իշխանության ինչու է անդրադարձը կատարեցինք, հա, այս անպայման պետք է խոսենք եկեղեցու հետ կապված այս դիպացի, որովհետև սովորական հավատացյալ մարդու համար արդեն իր նկատմամբ բնական կանխակալ հակազդեցություն կա։ Օրինակ դուք կպատկերացնեք մեր երկրում մի շարք այլ կրոնական կազմակերպություններ գործում են, որոնք ի տարբերություն հայ առաքելական եկեղեցու չունեն հայ այդ բացառիկ կարգավիճակը, ու որն սահմանադրորեն է ամրագրված, ու անգամ չկա ամրագրված, որ պետություն իրավունք չունի միջամտել ուներ եկեղեցական գործերին։ Սրանցից ցանկացածի նկատմամբ եւ որևէ վարչապետը չեմ ասում, որևէ բարձրաստիճան կամ որևէ պաշտոնատար անձ, եթե այս միջամտությունների 1/10-ականներ են թույլ տալ, դուք պատկերացնում եք ինչ բնույթի, թե ներպետական, թե համաշխարհային աղմուկի առարկա կդառնար։ Սա անթույլատրելի է ու հավատացյալ մարդու համար, երբ այն քաղաքական ուժը ու այն անձինք, ովքեր նոր է սովորելով պատարագի կարգը, հա գնահատականներ են տալի, այս ժամին է սկսվում, այս ձևաչափով է, վիրավորում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իրենք գալիս են պատարագի կեսից ծաղկազարդին, ներ են խուժում, կենտրոնում, պատահական չեմ նշում կենտրոնում, որովհետև կենտրոնում, որտեղ քաղաքականապես են, իրենք բավականին ցածր վարկանիշ ունեն ու խաթարում են միջավայրը, հա կամ մտել ես հոգևոր սննդի հետևից ես եղել, ինչ անպայման է, որ մարդկանց բրդելով, հրելով խորանին հասնեք, ովքեր եք դուք, հասարակ եթե հավատացյալ եք, հավատացյալի պես կայեք, ինչպես մյուս հավատացյալները, կանգնեք ձեր ժամանակի եկած ազատ հատվածում, տենց է կարգը, հա, մարդիկ խորանին մոտ կանելու համար հատուկ մի շուտ գալիս, հերթ են կանգնում ու իրենց դիրքերն են զբաղեցնում, մարդկանց հրելով, հիմա այսօր հրապարակվեց մեկ այլ լրացուցիչ տեսանյութ, երևում է, որ անվտանգության քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցը հարվածում է այս երիտասարդի դեմքին, երիտասարդը գետնին անկնում, կանգնում է դեմքը կարգավորում է, 18-ամյա պատանի երիտասարդներ են, հնարավոր է էմոցիա տվել, էլ չասեմ, ես ինքս պատիվ ունեցա շփվելու Տիկին Գայանեի հետ, իրենց կողքին եմ եղել, երեք ու այդ մարդուց արդեն իր պատկառելիությունը երևում է ակնհայտ է ինչ որդիներ պետք է դաստիարակած լիներ, հա, այս երեխաները առողջական խնդիրներ ունեն, ու կալանքը այս երեխայի առողջական կարգավիճակի հետ անհամատեղելի է, մեր երկրում դատաիրավական պրակտիկայում մարդասպանների, գողություն կատարածների, հա, մեղադրյալների տալիս են խափանման տարբեր միջոցներ են նրանց նկատմամբ կիրառում, տնային կալանքա, վարչական վերահսկողությունա, այդ ոնց է ստացվեց, որ պատանու նկատմամբ, ով բազմաթիվ տեսանյութեր կա, ընդհանրապես իրեն հարվածից ըստ էության ինքնապաշտպանողական գործողություն է դա կարող է որակվել, ընդհանրապես ձեռք անետում անկապ չել հասցնում դիպել, դրա համար տանում են ամենածանր խափանման միջոցի կիրառման, հա, կալանք են կիրառում այս պատանու նկատմամբ, որի հետ կապված կա կալանքի հետ անհամատեղելիության հիմնավոր պատճառներ, ինչը փաստաբանները ներկայացրել են, հա, երեք մենք խոսում ենք, պաշտպանական շատ հզոր թիմ ունի, մեր ամենակարկառուն իրավապաշտպաններն են ներկա գտնվել են, կասկած չկա, հա, ինչպիսի այո, իհարկե միջնորդություններ են ներկայացվել ու ամեն դեպքում անգամ այսքան տարիներ, հա, սովորած լինելով դատաիրավական պրակտիկա այս քաղաքական նպատակաուղղվածությանը, սովորած լինելով դատավորների գործելավոճին, չի դադարում ամեն անգամ մի հատ լույսի շող վառել, որ այնուամենայնիվ հավատարիմ կմնան էլի իրենց խղճին, համոզմունքին ու օրենքին։ Ես այնուամենայնիվ ինչքան էլ
բանականությունը թելադրում էր, որ կալանք են կիրառելու, որովհետև այդ կալանքի կիրառումը այսօրվա իշխանության վախերի դրսևորում է, իրենք թույլ են, իրենց թուլությամբ իրենց վախերը սրվել են ու այդ վախերը փարատելու համար իրենք փորձում են հասարակությանը պատժել, փորձում են ներգործել հասարակության վրա ու ես համոզված եմ, որ սա մի հատ ցասումի ալիք է դուրս գալու։ Մեծպիսի ձևակերպում տամ, այս Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը, որով նա հանրության մեջ է դուրս գալիս, մեզ համար ծնում է նոր հերոսներ։ Ինքը մեզ տալիս է հերոսներ, ովքեր լուր հասարակության մեջ այսպես մերված ապրում են ու այս հերոսները, այն տիկինը մետրոյում իր որդու հետ սույկ եղբայրները, իրանք դառնում են այն օրինակելի կերպարները, ովքեր մեզ մղում են մեր պայքարում չթերանալ, ավելի սերտորեն, ջեռմեռանդորեն մեր պայքարը մղել ու ովքեր դառնում են այն մարդիկ, ում համար արժե է պայքարի մեջ մնալ։ Դուք ցասման ալիքի մասին եք խոսում, ես այսօր տեսա խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, պատգամավորներից մեկը գրառում էր արել, նշելով, որ լավագույն պատասխանը Նիկոլ Փաշինյանի այս արարքին, այսինքն պարզ է, որ իր հրահանգով է ամեն ինչ արվում, այդ ենթատեքստն ուներ պատգամավորի ասելիքը, լավագույն պատասխանը Նիկոլ Փաշինյանին կլինի հունիսի 7-ին ձեր ընտրությունը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ ինչ կատարվի մինչև հունիսի 7-ը, մենք ասելու ենք, մենք չենք շեղվում մեր օրակարգից, պատասխանը կտեսնենք հունիսի 7-ին։ Քանի որ մենք եւս ես այն քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչն եմ, ում օրակարգում է սպասվող հերթական ազգային ժողովի ընտրությունների մասնակցությունը։ Ես նաև քաղաքացի եմ, իրավապաշտպան եմ, մարդ եմ, հայ, ով հետ պատերազմյան Հայաստանի բոլոր շարժումների մասնակիցներից է եղել ու առաջին գծում եք եղել։ Առաջամարտիկներս անհամեստորեն թույլ տամ, փորձել եմ, իմ ռեսուրսի, իմ ներուժի սահմաններում լինել ու անգամ ընտրություններին, էլի իմ ռեսուրսով ես դիտորդական առաքելություններ եմ կազմակերպել, իրակ ղեկավարել, բազմաթիվ ընտրախախտումներ եմ արձանագրել, բազմաթիվ ընտրախախտումներ կանխարգելել եմ։ Այո, մենք ունենք սպասվող հերթական ընտրություններ ու մենք այնուամենայնիվ սահմանադրաիրավական տրամաբանության մեջ են, այսինքն բոլոր սահմանադրաիրավական ճանապարհները այս իշխանությանը հեռացնելու պետք է օգտագործել։ Ու այո, հիմա բոլոր սոցհարցումները գալիս են արձանագրելու այն իրողությունը, որ այս քաղաքական ուժը հերիք չունի բացարձակ հանրային աջակցություն, այդ հանրային աջակցությունը մաշվում է օրեցօր։ Իրենց այս խոճապային տրամաբանությունը հենց այդ թվերով է պայմանավորված։ Իրենք էլ են սոցհարցումներ իրականացնում, իրենք էլ են ծանոթանում թվերի հետ եւ ես համոզված եմ, որ այս ջղաձգումները հենց այդ պատկերի, որ իրենք թե թվերն են տեսնում, թե այցեր են անում մարզային, թե շրջում են քաղաքում ու տեսնում եմ, որ երբևիցե եղած տրված իրենց այդ հանրային աջակցությունը այլևս իջիկ է գնացել։ Իսկ պատահական չի այս իրականությունը, որովհետև մեր հասարակությունը երկու անգամ արդեն իր վստահության քվեն տվեց այս քաղաքական ուժին։ Երկու անգամ մարդիկ գնացին, քվեարկեցին ու երկու անգամ խաբվեցին, որովհետև ամենաառաջին խոստումը, որն էր իրանց, որ մենք խաղաղություն ենք բերում, մենք կայունություն ենք բերում ու երկու անգամ իրենք Արցախ խոստացան։ Առաջի անգամ 18 թվականին խոստացան Արցախ, խոստացան սոցիալ-տնտեսական բարենորոգումներ մեր քաղաքացիների համար, ինչ ստացանք 20 թվականի 44-օրյա կործանարար պատերազմ ու ողբերգական ելքերով, հազարավոր հայերի կորուստով, չգիտեմ, դա դեռ մենք չենք գիտակցում այդ կորուստների մասշտաբը։ Երկրորդ անգամ 21 թվականի ընտրություններին իրենք ասացին, տեսեք, մեզ փոխեք, Արցախը կորցնելու ենք։ Պետք է մենք մնանք բանակցային սեղանին, որ չլինի էլի պատերազմ, որ գերիներին վերադարձնենք, որ Արցախին կարգավիճակ տանք։ Ու 2021-ից 26 թվականների կառավարության ծրագրում գլուխներ նվիրված Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին, Մինսկի համախմբի հովանով ներքո, ուր Մինսկի համախումբը լուծարեցին իրենց թեթև ձեռքով ու էլի սեպտեմբերին ունեցանք պատերազմ, ջերմիկյան մարտեր։ Էլի սեպտեմբերին
ունեցանք Արցախի կորուստ, ադրբեջանական ագրեսիա, ցեղասպանությունից մազապուրց եղած ժողովուրդ, ովքեր բռնի տեղահանվեցին Արցախից։ Ու այս իշխանությունը, այս պաշտոնատար անձինք երրորդ անգամ մեր ազգին սպառնում են պատերազմով։ Ասում են, տեսեք, մենք չընտրվենք, պատերազմա լինելու։ Հարգելի հայրենակիցներ, երկու անգամ իրենք ասել են մենք չընտրվենք պատերազմա լինելու, ու հենց Նիկոլ Փաշինյանի ասած սեպտեմբեր ամիսներին, այդ մահաբեր սեպտեմբերները իրենք բերել են պատերազմներ։ Արդյոք մենք թույլ ենք տալու երրորդ անգամ այս իրողությունը կրկնվի, կներեք, այն իշխանության պարագայում, այն քաղաքական ուժի պարագայում, որը հենց երրորդ անգամ իշխանություն գնալու հանգամանքը այդքան շահարկեց ու իրականացրեց իր հեղափոխությունը։ Ուստիև ես ասում եմ, մենք չենք բացառել սահմանադրաիրավական այլ եղանակները այս իշխանությանը հեռացնելու, բայց մենք հողի վրա այս պայդրությամբ ունենք սպասվող ազգային ժողովի ընտրությունները, ու այո, մենք ունենք որոշում, որ մենք մասնակցելու ենք էլի մեր տեսլականով, մեր ձևաչափով, ու ամենակարևորը փորձելու ենք մաքսիմալ վերահսկել ընտրական գործընթացները։ Երբ պատերազմի մասին խոսեցիք, ես այնուամենայնիվ ստիպված եմ մեջբերել Հայաստանի վարչապետի արդեն նախկին կնոջ գնահատականը ուղված ձեր ուժի անվտանգային հայեցակարգի ճարտարապետին, լեգենդար զինվորական Արթուր Ավանեսյանին, եթե այսքան ողբերգական չլիներ իրավիճակը, ես ինձ թույլ կտայի բնորոշել իր ասածը անեկդոտ։ Տեսեք, այստեղ մի քանի արձանագրումներ անենք, Նախ առաջին, կրկին անգամ սա գալիս է վկայակոչելու, որ այնքան տկար է իրանց վիճակը, այնքան հուսալքված են, կրկին թվերը տեսնելով սոցհարցումների արդյունքները, որ դիմել են նախկին կնոջ օգնությանը, ծանր հրետանի են բերել, մեկ։ Երկրորդ այն, որ այս տիկինը չի ճանաչում լեգենդար հրամանատար պարոն Արթուր Ավանեսյանին, դա միայն պատիվ է բերում թե մեզ, թե պարոն Արթուր Ավանեսյանին, որովհետև փաստում է, որ վերջինս իրենց հետ համագործակցողներից չի եղել։ Երրորդ, այդ նորմալ է, որ ինքը չճանաչի մեր զինվորական լրակազմին, այն էլ հետախույզների, այսինքն մի քիչ տրամաբանություն ու գիտելիք է պետք, հերիք է մեր հանրությանը մոլորեցնեն։ Հետախույզները հենց առաքելություն ունեն չճանաչված լինելու։ Ու վերջապես չորրորդ, իսկ դուք ով եք, ինչ կարգավիճակ ունեք, որը այդպես էլ իրավական առումով առաջին հերթին մնաց օդում կախված, թե պատերազմի օրերին ինչ էիք անում այնտեղ, ինչ վնասներ մեզ պատճառեցիք, ինչու պետք է այդքան զինվորական ու մարտական ուշադրություն ձեր վրա լիներ, ու ընդհանրապես որտեղ եք տեղակայված, ինչի համար էր այդ շոուն իրականացում այդ լարված իրավիճակում, ինչ ռեսուրսեր այդ լարված իրավիճակն են, որ հազարավոր զոհեր էինք ունենում ձեր վրա վատնվում, ու կրկին վերադառնամ այդ հարցադրմանը, ով եք դուք կարգավիճակով, որ մուտք ու ելք ու թույլտվություն ունենայիք մեր զինվորական գործընթացներին պատերազմական իրավիճակում, ու մի հատ էլ տենց անպագորգործ ես թույլ տաք հանրային հայտարարություն հրապարակում տարածել, որ էտով է, ես չեմ ճանաչում։ Կրկին եմ ասում, որ չեք ճանաչում, դա բացառապես մեր մասին ու պարոն Ավանեսյանի մասին դրական է խոսում։ Անվտանգային հայեցակարգի վերաբերյալ տնտեսականը կարծեք թե բավականին մեծ քննարկման արժանացավ, այսինքն բնական ձևով յուրացվեց հանրության կողմից։ Անվտանգայինը նույնպիսի ուշադրության արժանացավ։ Տեսեք, նախ կուզեի մի փոքր այդ մեր ծրագրային մոտեցումներին անդրադառնանք։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որ թեև նոր քաղաքական ուժ է, դաշտում հարաբերականորեն, չնայած փորձառությանը, որը ունենք, որովհետև պարոն Կարապետյանը ինստիտուցիոնալ հետագիծ ունեցող բացառիկ հայն է ամբողջ աշխարհում։ Եվ մենք պատահական չէ, որ խաղի կանոն փոխեցինք։ Եթե մինչ վերջերս Հայաստանի Հանրապետություն ողջ նախընտրական տրամաբանությունը հետևյալն է եղել, հենց պաշտոնական քարոզարշավին, որը մեր երկրում սկսվելու է մայիսի 8-ից, քաղաքական ուժերը ներկայացրել են հաստափոր ծրագրեր, ու որևէ մարդ չի կարդացել։ Մենք դեռևս մինչև նախընտրական քարոզչություն
հակիրճ կերպով ներկայացրեցինք մեր 5 տնտեսական քայլերը։ Ու դա միայն այդ 5 կետը չեն, հա, այդ 5 տնտեսական քայլերի ներքո հարյուրավոր էջերի ուսումնասիրություններ են, լրջագույն աշխատանքներ են, մեկ եւ երկրորդն էլ կրկին Սամվել Կարապետյանն այն բացառիկ մարդն է, ով ըստ էության այդ ամենի փորձառությունը ունի, հա, օրինակ ինքը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ըստ էության մի փոքր բիզնես կայսրություն, փոքր պետություն ստեղծած անձ է։ Ու պատահական չէ, որ մենք տնտեսական քայլերից սկսեցինք, հա, տնտեսական ծրագրի մեկնարկը տվեցինք, որովհետև մեր քաղաքական ուժի տեսլականը հետևյալն է. ուժեղ պետության հիմքը ուժեղ տնտեսությունն է, բայց առաջնահերթությունը մեր պետության, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է, որպեսզի ուժեղ երաշխավորված անվտանգություն ու խաղաղություն ունենանք, պետք է ուժեղ տնտեսություն ունենանք։ Ու դրա համար տրամաբանական շղթան այդպես եկավ, հա։ Ունենալու ենք ուժեղ պետություն, ուժեղ տնտեսությամբ պետությունը երաշխավորելու է ուժեղ անվտանգություն, հա։ Մենք վերականգնելու ենք այն տրամաբանությունը, որ բանակը պետք է ֆինանսավորի, բայց այնպիսի համապարփակ տնտեսություն են կառուցելու, որ մեր բանակի երաշխավորումը նաև մեր տնտեսության միջոցով իրականացվի, ոչ թե դա զուտ հարկատուների համար դառնա բեռ, հա, բանակի ֆինանսավորումը ու այս իրականությունից կրկին վերացարկվելու են, երբ ռազմաբյուջե են կրճատում, ռազմական ծրագրեր են արգելվում, ռազմահայրենասիրական մշակութային գործընթացներն են խոչընդոտվում։ Մենք նորմալ ինքնիշխան հայրենիքի տրամաբանություն ենք վերադառնալու։ Օրինակ, մեր 6 անվտանգային կետերը դեռևս այդքան տարածված չեն, որովհետև նոր ենք մեկնարկը տվել, բայց մենք քրտնաջանորեն, փութաջանորեն մարզերում, մարզային այցերի շրջանակում ու հանրային կերպով մեր քաղաքացիներին ներկայացնում ենք։ Վերջի սկսեմ, հա, հենց 6-րդ քայլը։ Ռազմաարդյունաբերություն հենց մեր երկրում։ Մենք արդեն ունենք տեսլական, թե ինչպիսի արդյունաբերական կենտրոններ ենք մեկնարկելու, որպեսզի ինքնաբավ տնտեսություն ունենանք, որ պատերազմական լարված իրավիճակներում խնդիր չունենանք, հա, ռազմամթերքի ներմուծման կհիշեք, ցավոք սրտի հարևան պետություններից խոչընդոտ էր եղել, որպեսզի իրենց տարածքով մեզ հասցվի մեզ անհրաժեշտ ռազմամթերքը։ Ու շատ ռազմամթերքների տեսակներ, նաև մասեր պլանավորում ենք արտադրել Հայաստանի Հանրապետությունում, ինչի արդյունքում նաև աշխատատեղեր կստեղծվեն, ինչի արդյունքում հնարավոր է մենք սկսենք ռազմամթերք մատակարարել, հա, մասերի կոնկրետ զինանոցներ ստեղծել, արդյունաբերություն ենք զարգացնելու։ Երկրորդ, մենք նախատեսած ունենք զինվորի կյանքի որակի բարելավում, ու մենք դա պատկերացնում ենք զինվորի աշխատավարձ սահմանելով։ Դա առաջնահերթություններից է լինելու, որպեսզի Ներողություն, դրանից գաղափարական կողմը չի տուժելությունեք նման մտավախություն։ Բնավ, հակառակը Մոտիվացիան կբարձրացնի։ Բնականաբար, այն իրականությունը, որ ընտանիքները, հա, պարտադիր զինվորական ծառայության, ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների օրինակ, հա, կեցությանը ապահովելու նպատակով ստիպված ընտանիքը, որի մասին պետք է զինվորը հոգ տաներ, իրենք են սկսում նյութական միջոցներ ծախսել։ Այդ վերացնելու ենք։ Զինվորը պետք է իրեն ինքնավստահ զգա, զինվորը հոգեպես պետք է հանգիստ լինի։ Ինքը չմտածի այդ նյութական հարցերի մասին։ Ինքը գոնե մինիմալ իր պայմանները հոգալու ֆինանսական հնարավորությունը պետք է լուծված լինի։ Մենք լուծելու ենք զինվորի անվճար կրթության հարցը։ Այսինքն այն իրականությունում, երբ 18 տարի լրացած երիտասարդները գնում են ծառայության ու գնում են դպրոցից հետո, հա, շատ հաճախ խնդիր են ունենում վերադառնալուց սոցիումի մեջ ռեալիզացվել ու կապը կտրվում է։ Մենք նախատեսում ենք ծրագրային դրույթներ, թե ինչպես է պետությունը զինվորի ձեռքը բռնելու, նրան աջակցելու, հա, իր համար կարևոր, իր համար հետաքրքիր կրթական ուղղություններ ընտրելու եւ անվճար կրթություն ստանալու ուղղությամբ։ Մենք ունենալու ենք փակ երկինք, պաշտպանված երկինք։ Ու պատահական չէր, հա, մի քիչ տարակ հնարքումների տեղիք տվեց իսրայելցի մասնագետ։ Այո, գեներալի հրավիրումը դա մեծ ձեռքբերում է, որովհետև տեսեք ինչն է, հա, ես մարզային այցերից մեկում մի տարեց մարդու հետ զրույց ունեցա, ասում է, ինչ եք այդ իսրայելցիներին բերել, ասում եմ, իսկ ինչ խնդիր ունենք մենք իսրայելցի գեներալի հետ, ասում է, տեսեք, իրենց զինտեխնիկան, դրոնները Արցախում մեր դեմ
պայքարում են, ասի տեսեք, զինտեխնիկայի վաճառքը դա քաղաքական ուժերի պետությունների փոխհարաբերությունների հարց է, գեներալները զինմթերք չեն վաճառում, գեներալները դրանց օգտագործմանն են մասնակցում, գեներալ Ցախալը ինքը երկաթյա գմբեթի համահեղինակներից է, դա ռազմական գործիչները շատ լավ տիրապետում են, 5 լավագույններից, այո, օրինակներից մեկն է, որով իրենք պաշտպանում են, հա, ու այդ մեթոդը հորինել են։ Իսկ ով է ասել, որ մենք պետքա Ադրբեջանին տանք այդ խաղաքարտը բացառիկ հարաբերություններ ունենալ բոլորի հետ։ Հակառակը մենք այդ խաղի կանոնը կոտրում ենք, եւ սա պետքա մեր պետությունը արած լիներ, հա։ Արդեն իսկ մենք իշխանության տրամաբանության մեջ ենք լինելով ընդհանրապես այս պայդրությամբ, հա, անդիմադիր նորաստեղծ քաղաքական ուժ, մենք ըստ էության հաջողել ենք, ու դա հեշտ է դա չի տրվել, հա, այս գեներալի հետ աշխատանքային հարաբերություններ ձևավորել, նա եկել է մեծ ծառայություններ մատուցելու։ Մենք ենք խաղի կանոնները թելադրողը, եւ բնականաբար մենք ռիսկերներ ենք գնահատում, ռիսկերներ ենք վերահսկում, Իրանի հետ փոխհարաբերություններն էլ այդ համատեքստում դիտարկում ենք, ասեմ ավելի, մենք Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք հաստատած, այնպես չէ, որ իրենց սա հաճելի է, բայց քանի որ դիվանագիտությունը դա շատ նուրբ արվեստ է, Իրանը քաջ գիտակցում է, որ իր քթի տակ իր համար շահավետ է ուժեղ Հայաստան, ոչ թե խոցելի Հայաստան, եւ նաեւ Իրանը գիտակցում է, որ այս ռազմական ներուժը երբևիցե իր դեմ չի օգտագործվելու, որովհետև մենք ունենք բարեկամական հարաբերություններ։ Հաջորդը՝ խելացի սահման։ Խելացի սահմանը ենթադրում է, որ պետք է փոխենք այն իրականությունը, որը ժամանակակից ռազմարվեստում արդեն իրապես փոփոխված է, որ առաջինը հարվածի տակ դիրքերում զինվորն է ընկնում։ Մարդկային ներուժը, մեր զինվորի կյանքը մեզ համար ամենակարևորն ու թանկագինն է։ Մինչև զինվորին հասնելը թշնամին ունենալու է մի շարք խոչընդոտներ։ Ու այդ խոչընդոտները, օրինակ գիշերային տեսողությամբ սարքերի ներդրումն է լինելու, պաշտպանված համակարգ է լինելու ու մի քանի շարք պետք է կարողանա հաղթահարել թշնամին, որպեսզի կհասնի մեր զինվորին։ Այսինքն այսուհետ փակ երկինք, խելացի սահման եւ մի քանի զրահաբաճկոններով պաշտպանված զինվոր ենք ունենալու։ Մեր լիովին, հա, եթե մենք կանք իշխանության, անվտանգային համակարգը գլխի վայր փոփոխվելու է, ու մենք իրականում աշխարհի հետ այլ դիրքերից ենք խոսելու։ Ու այդ մյուս հաջորդ երկու կետերը մեր, հա, ուժեղ բանակ եւ ուժեղ դիվանագիտությունն են, այո, հենց մեր ուժեղ կարգավիճակով, ուժեղ դիվանագիտական լրակազմով արդեն ոչ թե դառնալու ենք, ինչ շարունակելու ենք այս կրավորական կեցվածքը ու միակողմանի զիջումային դրամաբանության մեջ ապրենք, ինչպիսին հիմա ենք, հա, վզներս կախ ու ճկված պարանոցով։ Մենք ուղղելու ենք, շտկելու ենք մեր թիկունքը եւ ուժեղի կարգավիճակից նույն պարոն Կարապետյանի, հա, մի շարք միջազգային կապերը օգտագործելով, հա, դիվանագիտական սեղաններին այլ կարգավիճակով ենք նստելու ենք պրոֆեսիոնալների հետ, մենք լրակազմվելու ենք պրոֆեսիոնալ դիվանագետներով, մասնագետներով, բոլոր բնագավառներից։ Ու արդեն մենք չենք լինելու, շարունակելու լինել, հա, կրավորական զիջողները։ Մենք թելադրողի դիրքից ենք խաղալու կամ առնվազն հավասարեցնելու ենք նժարները։ Ձեր ուժի կողմից կա մի այսպիսի գնահատական, որ Ադրբեջանը ինչ ուզել ստացել է Հայաստանից եւ այլևս մեծ հաշվով բան չունի ուզելու։ Բայց ընդհանրապես օրեր առաջ մենք հերթական թեզը լսեցինք Ադրբեջանի ՄԻՊ-ի շուրթերով, որ 1918 թվականի գործողությունները բնորոշել էին ցեղասպանություն, այսինքն իրենք մեզ մեղադրում էին ցեղասպան գործողությունների մեջ։ Այսինքն կառուցողական տրամադրված խաղաղության պատրաստ երկիրը դժվար թե այս իրավիճակում ուզենար նման թեզ հնչեցնել։ Հետևաբար ձեր այն ելակետը, որ էլ մեզնից բան չունեն ուզելու, հերկվում է նաև այսպիսի թեզի հրապարակմամբ եւ հանրայնացմամբ, հա, Ադրբեջանի կողմից։ Դուք պատրաստ եք նրան, որ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, միևնույն է Ադրբեջանի կողմից ճնշումը շարունակվելու եւ հնարավոր է, որ այդ ճնշումը անգամ մեծանա։ Դուք դրան պատրաստ եք։
Նախ թույլ տվեք ընդգծել, որ մենք այն տրամաբանության մեջ չենք, որ էլ մեզնից ոչինչ չեն ուզելու։ Մենք շեշտում ենք, որ ինչ ուզել են, ստացել են, ու մենք չենք երգում, որ դեռ ուզելիքներ կան ու փաստաթղթավորված են այդ ակնկալիքները։ Այս պայդրությամբ միայն դա չէ, հա, մի պի ելույթին անդրադառնանք լրացուցիչ, բայց այս պահի դրությամբ էս իրենց խոստացած խաղաղության պայմանագիրն էլ է միֆ։ Դա ընդամենը նախաստորագրված փաստաթուղթ է, իսկ միջազգային պայմանագրերի օրենքի մասին համաձայն դա նախագիծ է ընդամենը թղթին տրված, չկա պայմանագիր խաղաղության իրավական առումով այս պայդրությամբ, իսկ Ադրբեջանը ունի նախապայմաններ ու բոլոր հարթակներից իրենք դա թելադրում են։ Առաջին նախապայմանը մեր սահմանադրության փոփոխությունն է, ինչին համաձայն Նիկոլ Փաշինյանը, հա, այդ սահմանադրական փոփոխությունների ծիրից տեղափոխվեց նոր սահմանադրություն ընդունելու ծիր։ Ինչու նոր սահմանադրություն, որովհետև միայն նոր սահմանադրությամբ է հնարավոր հռչակագիրը հանել։ Նախաբանը փոխել մեր գործող սահմանադրության փոփոխությամբ նախաբանը իրավունք չունեն փոխելու։ Այո, ու թիրախում հռչակագիրն է։ Ադրբեջանը էլի նախապայման ունի այդ թրիփի վերջնական կառուցումը, իսկ անգամ այսօրվա գործող իշխող ուժի մեկնաբանությամբ, այս պայդրությամբ Իրանի պատերազմով պայմանավորված արդեն իսկ թրիփի իրականացման խնդիրներ կան։ Մինչև Իրանյան պատերազմը թրիփի գործարկմանը իրենք ասում են մոտ մի 2 տարի ժամկետ առնվազն կա։ Այսինքն կան նախապայմաններ, որոնք արդեն իսկ մինչև անգամ այդ ագրեսիվ ռետորաբանությունը գործում են ու ընդունված են այս իշխանության կողմից էլ։ Իսկ օրինակ երբ հակառակորդ կողմը քեզ ասում է սահմանադրություն փոխի, դա իրավական անվտանգության լրջագույն խնդիր է։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների ու տրամաբանության մեջ կարմիր թելով անցնում է ըստ միջազգային իրավունքի, երբ հակառակորդ պետությունը քեզ թելադրում է հրաժարվել կամ փոփոխել կարևորագույն անկյունաքարային ներքին իրավական ակտերը, դա միջամտություն է պետության ինքնիշխանությանը։ Արդյոք հետո Ադրբեջանը միջազգային հարթակներում խաղարկման առարկա չի դարձնելու մեր հենասյունային իրավական ակտերը։ Օրինակ, հա, չունեք անկախության հռչակագիր, դուք հրաժարվեցիք դրանից, արդյոք դուք պետական ինքնուրույն միավոր եք, արդյոք դուք ունեք պետականություն, արդյոք դուք քաղաքական միավոր եք։ Իհարկե, երկրորդ, հիմա իրենք կարմիր գծով ու առանց իրենց սիրելի, հա, արդեն իրավական տերմին, իրավական չէ, տերմինաբանության մեջ քաղաքական մտցրած անխոչնդոտ եզրույթը, անխոչնդոտ կերպով Ադրբեջանը իր օրակարգը շարունակում է։ Օրինակ միջազգային հարթակներում զուգահեռ իրականություն, երբ մեզ պարտադրում է հրաժարվել իրավական պահանջատիրությունից, իրենք պահանջատիրություն են ձևավորում մեզ որպես բռնարար ներկայացնելով, ցեղասպան արդեն ներկայացնելով, հա, 1918 թվականի գործողություններում բռնի փորձում են մեզ մեղավոր դարձնել։ Արդյոք սա եւս ուղերձ չէ մեր հանրությանը, որ հերիք չէ իրենք ինքնամաքրվում են, հերիք չէ մեր իսկ իշխանությունը մեզ պարտադրում է ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվել, այլևս զուգահեռաբար մեզ են փորձում մեղավոր ու ցեղասպան դարձնել։ Սա հերթական ու սպասվող այդ շղթայի ծաղիկներն են մեղմ ասած, հա, ու եթե դուք նայեք ադրբեջանական ռետորաբանությանը, մենք անշնորհակալ կարգավիճակում ենք, մենք ստիպված թշնամու լրահոս ենք ուսումնասիրում ու ցավոք սրտի այդ թշնամու լրահոսը հա իրական է պարզվում, հա հաստատվում են այդ տեղեկատվությունը։ Դուք ընթացքում ընդգծեցիք, որ գործում եք իշխանության տրամաբանության մեջ։ Գործող իշխանությունը այնուամենայնիվ, որքան էլ որ փորձում է ցույց տալ, որ խնդիրներ չունի, այդուհանդերձ չի մոռանում իր էլեկտորատին մոտիվացնելու մասին։ Դուք ինչ եք անում, որ մոտիվացնեք ձեր ընտրազանգվածին, ընդ որում որպես ընդդիմության առաջամարտիկ ձեր վրա մեծ է պատասխանատվությունը նաև այն առումով, որ խնդիր է դրվել հատկապես անտարբեր մեծամասնությանը մոտիվացնել ընտրություններին մասնակցել։ Հիմա ամեն անգամ, երբ դուք ներկայանում եք որպես արդեն իշխանություն, որը ընդամենը ամիսների հարց է, արդյոք սրանով չեք թուլացնում մարդկանց մասնակցության ցանկությունը, մոտիվացիան, որովհետև եթե իրենք տեսնում են, որ դա
մտածում են, որ դա արդեն կայացած իրողություն է, իրենցից անկախ միևնույն է այդ արդյունքն է լինելու, մոտիվացիան թուլանալու է մասնակցելու այդ գործընթացին։ Ես մի քիչ համաձայն չեմ, որովհետև նույն իրականություն մենք բավականին մոտիվացված աջակիցներ ունենք ու օրինակելի աջակիցներ ունենք այս շփումներում, թե մարզային այցերի, թե քաղաքի շրջանակներում, բայց 60%-ը ներողություն ըստ հարցումների ապա քաղաքական մի քիչ ավելի քիչ, ես խոսում եմ ակտիվ մասին, ովքեր աջակից են հանդիսանում։ Աջակիցները շատ ակտիվ են, շատ մոտիվացված են։ Բայց համաձայն չեք, որ շատ մեծ խնդիր ունեք անտարբերներին ձեր դաշտերը։ Այդ միայն մեր խնդիր է, մյուսներից հույսը կորցրել են։ Ամբողջ հայ հասարակության խնդիրն է։ Իմելյան մյուս ուժերից ներողություն։ Այդ սպասումը էլ չկա, որովհետև իրենք իրենց շանսը կորցրել են։ Տեսեք, հասկանում եմ ինչ եք ասում։ Օրինակ Երևան քաղաքի նախորդ ընտրությունները, Երևան համայնքի ավականու ընտրությունները մեր պատմության մեջ ամենացածր մասնակցելիությունն են ունեցել։ Այս անտարբերությունը, այդ ցածր մասնակցելիությունը, այդ անգործությունը եւս ուղերձ է երկրում գործող քաղաքական ուժերին, այսինքն մենք որևէ մեկից չենք վստահում։ Ու այո, մենք այդ խնդիրը գույքագրել ենք ու մենք փորձում ենք մարդկանց մասնակցելի դարձնել։ Ու մասնակցելի դարձնել այն տրամաբանությամբ, անգամ եթե դուք մեզ չեք աջակցում, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, պատասխանատվություն վերցրեք ձեր ճակատագրի համար, որովհետև եթե դու չես գնում ընտրատեղամաս, նախ դու քո ձայնը տալիս ես այսօր գործող իշխող իշխանությանը, այդ է դառնում քո ընտրությունը։ Երկրորդ, դու թույլ ես տալիս, որ քո ճակատագիրը որոշի այն մարդը, ով գնում է ընտրատեղամաս։ Շատ հաճախ, օրինակ, շփումներում շատ ինտելեկտուալ, մարդիկ, որ այդպես փորձում են իներտ մնալ քաղաքական գործընթացներից, դժգոհում են։ Օրինակ նայես մարդն ասպաղում ընտրական process-ով այն մարդը, օրինակ մեր բակի այս հարևանը, որը կրթություն չունի, ու երբ որ իրեն բացատրում ես, որ ասում ես, տես դու թերագնահատում ես, ասում ես մեր բակի այս կերպարը, որ կրթություն չի ունեցել, գնում է ընտրության process-ա կազմակերպում, ու դու վանվում ես այդ process-ից, արդյունքում ստացվում է, որ ինքն է քո ճակատագիրը կանխորոշում։ Ու այո, մենք անընդհատ կապի մեջ ենք, հենց մեր աջակիցներով պատական չսկսեցի մեր աջակիցներից համակիրներից։ Իրենք բազմաշերտ են, բազմաբևեռ են ու շատ տարբերվող անձինք են, ու հենց իրենք են, մեր ըստ էության իրազեկում իրականացնում մեր քաղաքացիներին։ Մենք ունենք, որպես ինչպես ասած, հասկանալով մեր պատասխանատվության բեռը հանրային, փորձում ենք, այո, հանրությանը արթնացնել այս թմբիրից ու պատահական չի, որ այդ թմբիրը հատուկ տեխնոլոգիապես ստեղծվել է, որ մարդիկ վանվեն քաղաքական process-ից, պատահական չեն այս բաժանարար գծերը, սև ու սպիտակ նախկիններ կա, արդեն եկեղեցական տիրույթում։ Այդ ամենը արվում է, որ մարդիկ զզվեն process-ներից, իներտ դառնան, այդ թմբիրի մեջ պարփակվեն, ինքնամեկուսանան։ Մենք մեծ աղմուկով այդ թմբիրից մեր հանրությանը փորձում ենք արթնացնենք, մեր հանրությանը այդ պատահական չեն այս ծրագրերը, այս հաղորդակցումները, անընդհատ այդ ինտերակցիան, տարբեր միջավայրերի, տարիքային խմբերի, հասարակական շերտերի հետ փորձում ենք մտնել հաղորդակցման մեջ ու կարծում եմ շատ հաճախ շատ դեպքերում մեզ դա հաջողվում է ու փորձում ենք մարդկանց այդ կոչը հղել, Ես կրկին եմ ասում, մենք երբեք չենք գալիս պարտադրում անպայման մենք ենք միայն մենք։ Մենք գալիս ենք մարդուն ասելու այդ ուղերձը հասցնելու, որ գնա մասնակցելի դարձի, դու որոշի, մի թող, մի նետիր, մի կողմ ու թույլ տուր ինչ որ քո համար ոչ վստահելի մարդկանց քո ճակատագիրը կանխորոշել ու ասեմ ավելին, այդ վախերը պատահական մենք անդադ չենք ընդգծում։ Իրականում այս իշխանությունը իր ասած նախկինի տրամաբանության մեջ է լրիվ։ Իրենք ալիովին նախկին են, որովհետև հասկանում են, որ կորցնում են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը ու սկսել են ահավոր վախի մթնոլորտ ձևավորել, սպառնալ մարդկանց, մարզային այցերում ինձ բազմաթիվ անգամներ գալի դիմում են, որ ասում են, որ ընտրության գնաս հիմիկվանից, պետքա նկարես քվեաթերթիկը, որ ընտրության գնաս տեղամասում տեսախցիկա լինելու վերահսկելու ենք ու մեզ ընտրում։ Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ վստահեցնում եմ, մենք բոլոր ընտրատեղամասերում ներկա ենք լինելու, որևէ ավելորդ տեսախցիկ, որը կստուգի, թե դուք ում եք քվեարկում, չի լինելու ու չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է նկարելուն, նախ արգելված է նկարել ձեր քվեաթերթիկը, երկրորդը, եթե պարտադրում են, հիմա չկա գրիչ մատիտ, նկարեք ու դեն նետեք իրենց քվեաթերթիկը, ոչ ոք
իրավունք չունի ներազդելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի վրա։ Քրեորեն պատժելի է։ Քրեորեն պատժելի է եւ քաղաքականապես էլ անթույլատրելի է։ Մենք փորձում ենք այն տրամաբանությունը վերականգնել, որ իշխանության աղբյուրը մեր երկրում ժողովուրդն է։ Իսկ իշխանությունները ու կառավարությունները գալիս ու գնում են, իսկ հայ հասարակությունը ու հայ ժողովուրդը կան մնում է։ Մենք պետք է փորձենք առողջացնել համակարգերը ու կանք մեր ողջ հնարավորությունները, հմտությունները մասնագիտական ծառայացնել իշահ հայ ժողովրդի եւ իշահ Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալություն։ Փոխադարձ։